Գրողները, գրիչները, նկարիչներն էլ վրձինները թողած հիմա էլ կադաստրային արդարություն են փնտրում։ Տասնյակ տարիներ միությունների սեփականություն շենքերն այլևս իրենց չեն պատկանելու։ Պետությունը որոշել է իրենով անել, պետականացնել գույքերը, որպիսի որևէ մեկի մտքով չանցնի վաճառել կամ սեփականացնել դրանք։ Շուրջ 2 տարի է, ինչ ստեղծագործական միությունները բոյկոտում են դատախազության որոշումը։ Գրողների միության նախագահը տարակուսում է, ինչու են հայտնվել թիրախում եւ ինչու են պարտադրված անորոշ քաշքշուկներով վիճարկել իրենց սեփականության իրավունքը։ Գրողների միությունը պետական չի եղել երբեք։ Գրողների միությունը եղել է ստեղծագործական միություն։ Այստեղ պետական հիմնարկ չի եղել, որ պետությունը ստեղծի նշանակումներ անի, բյուջետ տա, այն տա։ Վերջին 20 քանի տարում Գրողների միությունը ոչ մի բան չի վաճառել։ Նախանցյալ տարի եղավ մեր համահավաք ժողովը գրողների։ Որոշեցինք արգելանք որևէ անգամ չվաճառվի մեր գույքը։ Նկարիչներն էլ միացան դրան, կինոյի տանը ընդհանուր միությունները։ Խնդիրը միայն Բաղրամյան 3 հասցեում գտնվող գրողների միության շենքը չէ, վիճարկում են նաև գրողների Սևանի եւ Ծաղկաձորի ստեղծագործական տները։ Միությունում ընդվզում են, նկատում այդ շենքերը երբեք պետության սեփականությունը չեն եղել։ Դրանք կառուցվել ու պահպանվել են գրողների հոնորարներով եւ մասնավոր միջոցներից ստեղծված հիմնադրամներով։ 34 թվականին հիմնադրվել է գրական հիմնադրամ, ոչ պետական, որը համալրվում էր դասական եւ ընթացիկ գրողների տպագրած գրքերի տոկոսներով 10%-ի չափով պահում էին մեր գրքերից, ուղարկում էին գրական հիմնադրամ։ 10-ից ավել գիրք է մեզ հրատարակել այդ ժամանակները եւ 10%-ի չափով առանց մեզ հարցնելու պահում էին, գնում էր հիմնադրամ։ Այդ հիմնադրամով կառուցում էին, վերանորոգում էին մեր շենքերը, ստեղծագործական տները, աշխատավարձ են տվել։ Նույն վիճակում է նաև նկարիչների միությունը։ Միության նախագահը հիշեցնում է, շենքեր կան, որ պարզապես գույք չեն, այլ արժեք, հիշողություն ու ավանդույթ են։ Այդուհանդերձ միության անդամները եւս չեն բացառում, որ գույքի պետականացման դեպքում առաջացած հետևանքները բացասաբար կանդրադառնան ստեղծագործական տան գործունեության վրա։ Մենք մնում ենք մեր տեսակետին եւ դրա համար էլ դեռ դատական process-ները ընթացքի մեջ են։ Միության անդամները, ոչ միության անդամները բոլորն էլ անհանգստացած են պետականացումից հետո ինչ ձևաչափով ենք մենք կարողանալու տնօրինել, կարողանալու ենք, չենք կարողանալու, որ օրենքով ենք սկսելու առաջնորդվել աշխատել։ Բոլորը հարցեր են, որոնց պատասխանները այս պահին չունենք։ Իսկ թե ինչ փուլում է Բաղրամյան 3-ում գտնվող գրողների միության շենքի վիճարկման հարցը, Միլիտոնյանը նշեց, գործընթացը գտնվում է դատական փուլում։ Որքան կթակեն դատարանների դռները գրողներն ու նկարիչները, պարզ կդառնա թերևս եկող տարի սպասվող դատական նիստերի ընթացքում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։